Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Ազատական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Բաբայանը։ Պարոն Բաբայան, մի քիչ անսովոր է ձեզ ներկայացնել զուտ կուսակցական պատկանելությամբ, որովհետեւ ընդհանուր առմամբ ձեզ միշտ ներկայացնում եմ որպես պաշտպանության բանակի նախկին հրամանատար, բայց հիմա տեսեք, ենթադրում եմ հետևել եք վերջին մի քանի օրերին այդ հարցազրույցների շքերթին, նախ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց բավական տևական 7 ժամ, եթե չեմ սխալվում, տևած, երեք արդեն Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց, ընդ որում այդ ամեն ինչը համընկավ նոյեմբերի 9-ին, 5-րդ տարելիցն է, ես այդպես եմ ասում, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ բնականաբար հիմնական թեզերը, հիմնական խնդիրները, որոնք քննարկում էին այդ հարցազրույցների ընթացքում, վերաբերում են 44-օրյա պատերազմին, ավելի ճիշտ դրա նախորդ եւ հաջորդող ժամանակաշրջանին։ Հիմա տեսեք, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմը չէր լինի կամ ամենայն դեպս նման ավարտ կարող է չունենալ, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրած չլիներ։ Ես մինչեւ 22 թվականը չկարողացա հիշել, թե մենք երբ ենք Ռուսաստանի հետ հարաբերություն փչացրել։ Դուք կհիշեք։ Ես ինչքան հիշում եմ, պատերազմից հետո են հարաբերություն փչացրել, ոչ թե փչացրել, այլ այն ինչ որ կատարվել է, այդ անուններով կոչել, հա, դες ձևակերպենք։ Ես չեմ համարում, որ փչացել է դրա համար, չէ, ես դրա մասին բարձրաձայնել եմ վաղուց 21 թվականին, որ Բելարուսիան եւ Ղազախստանը պայմանավորվել են Պուտինի հետ, որ Ալիևը Ղարաբաղյան խնդիրի լուծման այնց հետո մտնում է ընդհանուր այդ միության մեջ եւ այլն, Ալիև կարողացել է այդ խաղը խաղալ եւ իր խնդիրները լուծի։ Այսքան մի բան։ Նա ռուսներն էլ դա ձեռնպահ են մնացել, չեն միջամտել։ Հիմա փորձում են մեղքը բարթեն ուրիշի վրա։ Մենք ավելի խորը ասեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը այն ժամանակ այսօր դեռ չեն հասկացել, որ Արցախի խնդիրը պահում էր 8 հանրապետություն ռուսական արբիտայում։ 8 հանրապետություն, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Կովկասյան 3 հանրապետությունները, այդ մի փոքր Ղարաբաղով, Արցախով պահում էին այդ արբիտայում։ Հասկանում եք, այդ նույն ռուսները վերջի մոմենտ, ասենք, այդ ղարաբաղցիներին, որ ասում են, գցում են։ Կատարում այն ինչ որ կատարվել է։ Սա փաստ է արդեն, հա։ Հիմա փորձել արդարանալ, արդարացնել, որ Ռուսաստանը եթե սենց մենք եթե սենց չասենք, մենք մետե նենց չասենք, ժողովուրդ, պատերազմի Ադրբեջանը պատրաստվում է 2000 թվականից 2001 Քյուվեստում, երբ որ փաստաթուղթը չեն ստորագրել, Ադրբեջանի ղեկավարը այն ժամանակվա Գեյդար Ալիևը բարձ ասել է, որ մեր տանը համաձայն չեն իր տղան ու իր հարթնը, որ մարդուն ասել են դու գործ չունես, մենք մեր հարցերը լուծելու ենք, այսինքն ուժային կարգով։ Սա իրականությունն է, սա փաստ է։ Հիմա փորձել խաղեր տալ, բա, այս մեկ նոր ապա ճանապարհը գնում էր, ես դրա մասին դրանից հետո 2004, 5, 6, 7, 8, 9 անդադ ասել եմ, որ ժողովուրդ պատրաստեք պատերազմին, թող ինձ բոլորը հայոյեն եւ այլ, որ Բաբայանը պատերազմ է ուզում, բայց պատերազմը ես չեմ ուզում, Ադրբեջանը պատրաստում է պատերազմին, դուք պետք է լինեք պատրաստ այդ պատերազմին, հա։ Այսօր արդարանալ ասել, չգիտեմ ով որ եկել է Նիկոլո, չգիտեմ հայտարարել է մի բան դրա համար Արցախը Հայաստանն ու վերջ դա համար է պատճառը, մյուսը նոր էջից ենք սկսում դրա համար է պատճառը, ոչ մի դրա համար պատճառ չկա, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ինքն էլ էր հայտարարել Արցախ Հայաստանի եւ վերջ, բայց դրանից հետո պատերազմ չսկսվեց։ Խնդիրն է, որ դա մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի։ 16 թվականին ես դրա մասին ասել եմ, որ իրանք հետախուզական մարտ են անցկացրել եւ որի շնորհիվ հետո օպերացիան են անելու 4 տարի հետո օպերացիան արել են նույն ուղղություններով,
նույն ուղղություններով մի մետր ոչ դեմ ոչ դես եւ բացատրել են, որ առաջի հերթին հակաօդային ուժերը չզոքացնելու են, երկրորդը զորամասերին են խփելու, երրորդը առաջի գծին ու դրանով առանց ադրբեջանցի տեսնելով մեր դիրքերը մեկը մյուսի հետևից հանձնելով գնալու են։ Ինչն էլ որ կատարվել է, դա փաստաթղթային կա, ելույթներում կա, այնպես որ ինձ ոչ մի բան իրանց պատմածից հետաքրքիր չէ։ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում այդ 7 ժամանոց պնդում էր, որ ինքը թողել է հրաշալի բանակ, հրաշալի տեխնիկայով, եւ բնականաբար այն թեզը այս վերջերս անդադ շրջանառվում է, որ Ղարաբաղում մենք 5 միլիարդ դոլարի տեխնիկա թողեցինք Ադրբեջանին եւ այլն, եւ այդ տեխնիկան չի կռվել։ Ես ձևակերպեմ հետևյալ ձև, ես որտեղ մեկ որ խոսում եմ, ասում են մի անգամ ասում պատերազմը կարելի է հաղթել, մի անգամ ասում կարելի է ապարտել, ոչ ես բացատրել եմ, որ ամեն դեպքում էլ կարելի է հաղթել, որտեղ պատերազմը զենքի քանակով եւ զենքի որակը չի մենակ լուծում, այլ ուղեղն է լուծում, ես դա ասել եմ, ապացուցում եմ ու դա փաստ է։ Կարելի է հաղթել եւ այդ զենքերով եւ առանց այդ ավելի թույլ զենքերով եւ կատարելագործված զենքերով, որը տարբերությունը նա է լինելու կորուստների, ինչ կորուստներով է այդ խնդիրը լուծում, հա։ Սա է խնդիրը, դա համար որ պարզ լինի, ես չդառնամ մի անգամ մեզ մեկին եմ պաշտպանում, մյուս անգամ եմ մյուսին եմ պաշտպանում, ոչ այն ինչ զենքերով մենք կռվել ենք, այն ինչ որ ունեցել ենք Արցախում, նա այսօրվա զարգացած աշխարհում եւ այն ինչ Ադրբեջանը ուներ, նրա հետ չէր կարող կռվել։ Նա դժվար է, պետք է տակտիկա փոխել, պետք է այս մեկը մեկ, որի մասին ես դեռ 13 թվականին նամակում եմ գրել, 18 թվականին եմ գրել, 16 թվականին իմ ելույթներում եմ արտահայտվել դրա մասին, այնպես որ նորություն չի, բայց ինչ վերաբերում է իրանք համոզված են, իրանք որ ճիշտ են, հա, հենց այդ համոզմունքն էլ բերել է այն վիճակին, ինչ վիճակում կանք, հասկանում եք, որտեղ ամեն մեկը իրան համոզել է, որ իրանց ժամանակ իրանք Ռեմբոն են եղել, հա, չես կարա իրան հակառակը համոզել, սա մեկ, երկրորդ, ցանկություն էլ չունեմ, հա, ասենք համոզելու ինչ-որ մեկին, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, նույնը եկել է Նիկոլո Փաշինյան, էլի, երբ որ բացատրել եմ իրան, որ միջև պատերազմը, որ քո գեներալիտետը ունակ չի 280 կիլոմետր ռազմաճակոտ օդով, ցամաքով կռվելու, ոնց մի քիչ նեղացված ասելա, որ խիեք դուք տենց մտածում, դա իմ կարծիքն է, ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց տվեց։ Հետո դրանց հետո Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, ասաց, որ ինքն էլ էր ըստ էության այն նարատիվի տակ, որ մենք անհաղթելի բանակ ունենք եւ այլն, հետո հասկացա, որ դա այնքան էլ այդպես չի։ Նույնց եմ ասում, այո, հենց այդ էր, որ ես իրան բացատրում էի, իրան էլ զեկուցում էին դիլետանտները, որ տենց չի, ինքը իր մասին է տենց բարձր կոչում, նո եկանք նրան, ինչին եկանք, չէ, վերջ-վերջով ես նույնց եմ ասում, պատերազմը, այո, զենքի քանակը, որակը, մարտունակությունը, բանը, բայց կառավարելը գլխավորն է, ինֆորմացիան գլխավորն է, ճիշտ ճկույն մարտեր վարել, տակտիկան ճիշտ ընտրել, հակառակորդին զգալ եւ կարողանալ անակնկալ իրավիճակներում դնել հակառակորդին, որը որ մեր կողմից չկար 0 բառեզբունի իմաստով։ Դրա համար հիմի ով ինչ ուզում է թող խոսի։ Ինչքան խոսի, եկեք առաջ գնանք, հետ չնայենք, առաջ գնանք, փորձենք խնդիրները լուծենք։ Ես ճիշտը դա եմ համարում եւ այդ հնարավորությունը ունենք։ Եկեք մի անգամ էլ չկորցնենք այդ հնարավորությունը, ու հետո սկսենք երկու ձեռքով գլուխ ցեցելը։ Այնուհանդերձ, որպեսզի առաջ գնանք, պետք է նաև հասկանանք ինչ է եղել, պարոն Բաբայան։ Հիմա տեսեք, նույն Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ըստ էության լավ փաստաթուղթ էր, դրա հետևից Հայաստանը պիտի գնար, պիտի կարճեր այդ փաստաթղթից, եւ այդ փաստաթղթի եւ օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրի մեջ Վաշինգտոնյան
հռչակագրի մեջ ըստ էության գրեթե տարբերություն չկա, այսինքն այդ դեպքում ինչի նոյեմբերի 9-ը չարեցինք, անում ենք օգոստոսի 8-ը։ Հիմա ըստ ձեզ կա այդ տարբերություն, թե չկա այդ երկու փաստաթղթերը։ Նայեք, առաջինը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մի կետ չէր, բազմաթիվ կետեր էր, հա, եթե անում են, պիտի բոլորը անեն, քանի որ չեն արել, գալ մի կետի վրա կային առնել, դա ուղղակի քաղաքական ճիշտ չեմ համարում, եթե փափուկ։ Այդտեղ ներբություն կա, պարոն Քոչարյանը պնդում է, ասում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը Փարիզում չհայտարարեր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռուս խաղաղապահները այդպես իրենց չէին պահի առնվազն։ Կարելի է ինչ ձևի ուզում եք ձևակերպումներ տանք։ Ռուսները իրանց ոնց կպահեին։ Ես անձամբ դեռ եմ եղել, այդ ռուսների հետ շփվել եմ, այդ ծառայությունների հետ շփվել եմ, բայց ես ասում եմ, այդ մարդիկ պատրաստ չէին գնալ հակադրվել Ադրբեջանի կարծիքի հետ, ցանկացած վիճակում, ինչ էլ ուզում լինի։ Այնքանով, որ դուք 4200 քառակուսի կիլոմետր տարածք եք հանձնել ռուսների խնդրանքով, Քալբաջար, Լաչինի շրջան եւ Աղդամի շրջան։ Հասնել եք իրանց, դիմացի մի հատ կածան վերցրել, այդ կածանը իմ եկել ադրբեջանցին նստել, ասում է էկոլոգիա եք փչացնում, ինքը չի կարող այդ կածանը բացի, սոված իր համար վերտալյոտով ապրանք էր բերում, այդ ժողովուրդներ սոված, հա։ Սա ինչի մասին է խոսում։ Ինչ է ասում։ Մարդը պատրաստ չի, իրանք բացատրում են, որ մենք պատրաստ չենք երկրորդ ճակատ բացելու։ Սա փաստ է։ Հիմի որտեղով է հայտարարություն արել, ինչ հայտարարություն արել, խեն արել։ Հիմի ինչ վերաբերում է ամսինի փաստաթուղթը, ես ասել եմ, որ դա դավաճանություն է։ Հայտարարության մեջ կա, փաստաթղթային կա, թաքցնելու ոչինչ չկա, նույնն էլ եւ որը կատարվել է ամսի 8-ին, նույն ձևի բացատրել եմ, ժողովուրդ, ես ձեզ ասում եմ, այս ճանապարհը մեր տնտեսական, ռազմավարական, ստրատեգիչի մեծ նշանակություն ունի։ Ես 5 տարի է դրա մասին խոսում եմ։ Այդ ճանապարհի, որ այդ ճանապարհը գազամուղերը, նավթամուղը, ճանապարհ, երկաթուղի, էլեկտրականություն տեղով անցնելու է Թուրքիան դառնում է մեծ խաբ, կենտրոնական Ասիայի հարստությունով եւ այլն, հա։ Եվ դա տալ չօգտվել դրանից եւ այդ տրանզիտը չօգտագործել քո զարգացման եւ այլ այդ հարցերով, տալ ինչ որ երրորդ կողմի հետ կիսվել կամ փայատեր դարձնել։ Որ ինչ անի։ Ինչա տեղ լավ էլի, լավ կամ վատ, ինչ երաշխիք, անվտանգություն։ Որևէ անվտանգության երաշխիքը դու քո բանակը տա պրոֆեսիոնալ առաջի հերթին, քո աշխարհագրական դիրք տա, որովհետև դու ոչ թե մենակ այդ նավթամուղը, գազամուղը եւ այլ Ադրբեջանից գնում է Թուրքիա, այլ Իրանից էլ գալիս է Հայաստանով, Վրաստանով անցնում Սևծովով գնում սենց ասենք դեպի Եվրոպա, հա, Բուլղարիայով կամ Ռումինիայով, որևէ մի տարածքով։ Այսինքն այդ բոլոր խողովակները ինքը անվտանգության երաշխիք է։ Մենք պետք է հասկանանք ինչ ենք ուզում մենք։ Այդ երաշխիքը բայց պետք է մինչև այն պահը, երբ այդ ամեն ինչը դեռ չկա, այսինքն երբ լինի, իրենք իրանցով դառնում են երաշխիք, բայց քանի դեռ դրանք չկան, երաշխավոր պետք է։ Այսինքն դուք ուզում եք ինձ բացատրեք, Չէ, ես ոչ մի չեմ ուզում որ Ամերիկան գալիս է զորքերով ձեր անվտանգությունը պաշտպանի։ Սա մեկ չի գալու։ Երկրորդ խնդիրը տարածաշրջանը հիմի ռուսական ազդեցությունից տեղափոխվում է մի այլ ազդեցություն։ Այդ ճամփին են։ Հիմի կլինի, չի լինի, սա խնդրի կներեք, չեմ ընդհատում, նկատի ունեմ 23 թվականին թող ռուսները իրենք մտածեին, իրենք ինչ են անում։ Ես ռուսների տեղ չեմ մտածում, ինձ ռուսները չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում են մենք, մեր ժողովուրդը, մեր երկիրը, մեր պետությունը։ Դա համար ես ասում եմ, խնդիրը հետեւյալն է, քանի որ մենք այդ ճանապարհին ենք, հա, ասենք դեպի Ամերիկա, թե դեպի Եվրոպա, թե դեպի Ռուսաստան, թե դեպի չգիտեմ ուր, ասում եմ ժողովուրդ տեղներդ կանգնեք, ոչ միտեղ մի գնացեք, թող իրանք իրանց հարցերը բոլորը հետ լուծեն,
ձեր ժամանակ ունեք զարգանալու, տնտեսություն, ճանապարհներ, մենք պետք չի որ ասենք մենք տարանցիկ երկիր ենք այս տարածաշրջանում, որտեղ մեր երկու հարևանը հայտարարել են դրա մասին եւ կառուցել են իրանց ճանապարհները երկաթուղին, մենք պետք է նույն ձևի մերը կառուցենք շահավետ լինի, որտեվ սովետի ցարի ժամանակ մենք երկաթուղ ենք կառուցել, այն վաղ տեխնոլոգիա չի եղել, սարերը շրջանցելով բանով վերջ այսօր կա տեխնոլոգիա, կարանք կարճ ցահերը անցնելով, թունելներով եւ այլ այդ ճանապարհները սիրուն կառուցենք, մենք դառնանք հրապուրիչ, ամենից կարճ եւ մեր ճանապարհները օգտագործեն, թե եւ մեր տարածքը օգտագործվի որպես գազի, նավթի եւ այլ այդ խնդիրները լուծման։ Մեր ջրային պաշարների կառավարելի դարձնելու հասկանաք, սա մի շարք խնդիրներ է, արտադրություն դնելու, զարգացնելու, որտեղ մենք Եվրոպա, Ասիա խաչմերուկում ենք, մենք մեր գործարանները աշխատեն, ապահովեն այդ տարածքն, ասենք ֆրանսիացին կամ եվրոպացին կամ որից մեկը գա մեր տարածքում այդ գործարանը դնի, ստեղից ապահովի այդ շուկան։ Այսինքն դուք պնդում եք, որ այդ ճանապարհը պիտի սարքենք մենք բացառապես մեր ուժերով, մեր ֆինանսական ներդրումներով։ Այո, միայն ու միայն մեր։ Հիմա եթե Չինաստանը այսօր շահագրգիռ կողմ է եւ ցանկություն ունի, կարելի է ցածր տոկոսով վարկ վերցնել եւ իրանք էլ այդ ճանապարհները կառուցեն բարձր մակարդակով, պատվիրել, թե գծագիրը, թե եւ այլ։ Դրանով իսկ մենք մեր ինքնությունը պահենք եւ տարիների ընթացքում կամաց այդ վարկն էլ կփակվի, հա, բայց մենք ինքնուրույն կլինենք, որ եթե մենք իսկ կախված չենք լինի, մենք եթե ռուսական ազդեցություն, պարսական ազդեցության տակ է եղել Կովկասը, հիմա էլ բերում ենք ամերիկյան, թուրքական եւ այլ, դա բախում է լինելու մեր տարածքում, մեր տարածաշրջանում, որտեղ ամենաթույլը մենք ենք, հա, ամենամեծ պատիժը մեզ են անելու։ Հիմա եթե գնում եք այդ ճանապարհով գնացեք, բայց ես որպես քաղաքական գործիչ եւ որպես քաղաքացի պարտավոր եմ քեզ ասելու, որ սխալվում ես, մի արա այդ սխալը։ Մի գնացեք այդ ճանապարհը, խնդրում եմ ուղղակի։ Այդքան մի բան։ Բայց տեսեք, այստեղ իրավիճակը այնպեսին է, որ եթե դու ասում ես ոչ, դա նշանակում է դու ասում ես ոչ Միացյալ Նահանգներին, էլի սկզբունքորեն հակադրվում ես մի երկրի, որը իմիջիայլոց 3 օր առաջ, եթե չեմ սխալվում, Կենտրոնական Ասիայի նախագահներին եւ պետությունների ղեկավարներին հրավիրել էին Վաշինգտոն, այնտեղ մի շարք պայմանագրեր ստորագրվեցին, մասնավորապես Թուրքմենստանում առաջիկա 10 տարվա ընթացքում 135 միլիարդ դոլարի ներդրման մասին էր խոսքը, եւ այդ ամենը կապված է հենց այս ամենի հետ, ինչի մասին որ մենք խոսում ենք։ Ոնց է ասելու ոչ։ Այսինքն, եթե մենք ասում ենք այդ ճանապարհը կառուցում ենք, բայց չենք կոչում Տրամպի ճանապարհ, ոչ էլ միջնորդական ինչ-որ մեկին բերում ենք դեղ մեր հետ փայաբաժին վերցնի, հա։ Այդքան մի բան մենք չենք ասում, չենք բացում, այդ ճանապարհը չի լինելու։ Ճիշտ հակառակը։ Ճիշտ հակառակը իրանք հլա չէին հասկանում, որ ես դրա մասին խոսում եմ, որ ճանապարհը պարտադիր պիտի կառուցենք, այդ խողովակները պարտադիր լինելու է։ Ես ձեզ ասում եմ, որ Ադրբեջանը ձեզանից Նախճիվանի ճանապարհ չի ուզում, ուզում է մեջ միջազգային տրանսա, որը դուրս է գալու մեր երկրական ծով, իր նավթը, գազը եւ այլ, հա։ Այսօրվա գործող իշխանությունն ասում է, չէ, մենք չենք տալու դա, չի լինելու դա։ Մենք ունենք խաչմերուկ ծրագիրը, դերից դուրս չեն գալու։ Հիշում եք, չէ՞ բոլորս։ Այդ տեսնես խի դուրս եկան։ Ինչի դուրս խաչմերուկի տրամաբանությունը ստեղ ինչն է հակասում։ Ամեն ինչը։ Օրինակ, որտեղ վերցրու այդ քարտեզը նայեք, այս խաչմերուկ ծրագրի մեջ դա կար, այդ ճանապարհը կար, չկար։ Չկար երկաթուղին, բայց չկար նավթը, գազը, ճանապարհը, էլեկտրականությունը եւ այլ եւ այլ։ Հասկանում եք, ես էլ գիտեի, որ դա Ասիայի համար Ադրբեջանը որպես իրան հռչակած տրանզիտ երկիր, իր նավթը այսօր պակասում է, մենակ այս տարի 1 միլիարդ կորցնում է։ Օրեցօր նա հույսը դրել է տրանզիտ երկիր լինելու, որ կարողանա զարգանա տարածաշրջանում այսօր այն պետությունները, որը տրանզիտի երկիր են, ավելի շուտ են զարգանում, ավելի կայուն են լինում եւ ավելի շատ գումար են վաստակում, քան նրանք, ովքեր արտադրում են, որ իմանաք։ Դրա համար ես ասում եի, ժողովուրդ,
Կաշկանդվել պետք չի, պետք է այդ ճանապարհները քաղաքական որոշում կայացնել ու կառուցել այդ ճանապարհները, չսպասել, որ քեզ պարտադրեն։ Մենք ինչ արինք, 5 տարի խաղացինք, որ կներեք 1000 անգամ նեղություն, հակաժներից քաշելով իմ այդ ճանապարհով տանում են քեզ։ Հələ հերիք չի, մի հատ է քեզ վրա սմատրաշի են դնում։ Հա, դուք պատկերացնում եք, ասենք Չինաստան, այսօր Պանամսկի այդ բանը փակել է, չէ՞, ամերիկացի կոնտրոլի տակ են վերցրել։ Հիմա Չինաստանը շրջանցում է այս մի ճանապարհով, կենտրոնական Ասիայով գալիս է Կազախստանով, Ադրբեջանով դուրս է գալիս, երկրորդ ճանապարհը, որ իմանաս, որտեղ ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը կամ քաղաքական գործիչները տեղյակ չեն։ Աֆղանստանով մեծ տրանսա է սարքում, Իրանի վրա է դուրս գալիս, որ ասինքն այս միջանցքը, որ մենք ասում ենք, մեր ճանապարհը գա դրա միանա։ Այսինքն ինքը բոլոր ճանապարհները իր երկրում կառուցում, որ իր համար հեշտ լինի բեռնափոխադրումը աշխատել եւ այլն։ Մենք ինչ ենք անում։ Ինչ պիտի անենք որ չի։ Մենք ինչ պիտի անենք, ինչ ռազմավարություն ենք ընդունում, ես էլ բարձ գծել եմ քարտեզը բոլոր ճանապարհները ինչ պիտի անենք, գրավոր գրել եմ, ուղարկել կառավարություն։ Վաղուց։ Հիմա չեմ արիկ, հիմա էլի մի կտոր ստեղ անում ենք, կաղնում ենք։ Ինչի՞։ Դենա սաղ ոնց պիտի անենք, ասենք ծորենի եկավ, Վրաստան տրանզիտը մուծեցիք, կարելի էր, չէ, Իջևանով Թովուզով մտներ, գար, այն $500 միլիոն այս 4-5 տարում դնեիք, չէ՞ որ դուք ասում եք, դուք եք ասում, որ Ղարաբաղի վրա տարեկան 500 միլիոն փող ենք ծախսում։ Հիմա Ղարաբաղը չկա, այդ 500 միլիոն դնեք, այդ ճանապարհը կառուցեիք, այդ երկաթուղին, որ գար ուղիղ այդ ճանապարհով որևէ մեքենա տրանզիտ չմուծես։ Քիչ արել։ Դուք եք չեմ այդ տրանզիտի հետ կապված էլ այդ աղմուկը բավական շատ է, բնականաբար իշխանությունը դա որպես մեծագույն ձեռքբերում է ներկայացնում, ընդդիմությունը ճիշտ հակառակը ասում են, որում աբսուրդի է ասում, թունավորած ցորեն են բերում եւ այլն եւ այլն։ Այս քայլը ինչով էր պայմանավորված։ Ասեմ, եթե ուզում եք իմանաք, ասեմ։ Արցախից Հայաստանի Հանրապետության բիզնեսի գործանողները բոլորը գիտեն։ Բերում են 10-15-20% ցորենը, որը կլեկավինա մինչև 30-30 քանի է։ Ռուսական ցորենի կլեկավինը ցածր է։ Դա մար Կազախստանը բարձր է։ Կազախստանից են ներմուծում, որ իրար հետ խառնեն այդ հացը լավաշ մեր հայկական, որ կարողանան ստանան նորմալ։ Մոտավորապես սրա մասին է խոսքը։ Այն մնացածը կինոն է, որ պատմում են երեխեք, այդ ցորենի պայմանավորվածությունը վաղուց կա, գնում էր, բերում էին տարբեր ձևերով։ Եթե պայմանավորվածությունների մասին ենք խոսում, 19 թվականից Ղազախստանից բենզինի ներկրման պայմանավորվածությունները կար, ըստ չի աշխատում։ Դե Թուրքմենստանից էլ են բենզին բերում, ինչ կապ ունի, տարբեր ձևեր բերում էին։ Այստեղ խնդիրը այդ ճանապարհի բացելը, որ Ադրբեջանը իր տրանզիտը բացում է, իր տարածքը տալիս է, որ դու անցնես, խոչընդոտ չի ստեղծում, իմ ասածը նա է, որ մենք հիմա գալիս ենք Ադրբեջանով, նորից մտնում ենք Վրաստան, նորից գանք Հայաստան։ Եթե կարելի է բանակցող դուք եք, գիտեք, որ մի տարուց բացելու, գնալու եք էլի վերջին ինչ-որ կարելի է չէ ճանապարհը կառուցել եւ ուղիղ այսօր չգնայինք երրորդ կողմին էլ տրանզիտ վճարենք, հետո մտնենք։ Ես սրա մասին եմ խոսում, ուրիշ չեմ ասում։ Ինչի, բախի, ինչի համար ենք ճանապարհ տվել։ Չէ։ Նույնը Ադրբեջանը, եթե մենք դա անենք, Ադրբեջանը Թուրքիան այսօր $57 միլիարդ առևտուր ունի, դու պատկերացրեք, եթե Գյումրիով ճանապարհը Ղարսից Գյումրիից Իջևան Թովուզ ճանապարհը լիներ, Ադրբեջանը չէր մտնի Վրաստանի տարածքով բանով գա, որտեղ դժվար է եւ լեռնային գոտի է եւ ահագին խնդիրներ է։ 615 կիլոմետր Ղարսից մեր Իջևանի Թովուզի շրջանն է միջև, այնտեղով էլ 470, որը կօգտա այս ընդհանուր 600 քանի միջև 10։ Այսինքն ձեր ասացի դրամաբանությամբ այդ ճանապարհը պետք է վերականգնվեր, մեղրի դեպքում կարող էինք մի քիչ ձգձգել, բանը որ ուզեն չուզեն, արդեն այդ ճանապարհը օգտագործեն, դե արդեն օգտագործում եք, էլ նոր բան պետք չի։
Ես գտնում եմ, որ բոլոր այդ ճանապարհները առաջի կարգի պետք է կառուցվեր, կլինի երկաթուղի ճանապարհ, լինի Մեղրի հատված, լինի Լաչին, Գորիս, Սիսիան հատվածը, Գորիս Երացխով մինչև Թուրքիայի սահման, Թովուզ, Իջևան, Գյումրի, Ղարս, Կիրովական, ասենք Թիֆլիս, այդ ճանապարհը եւ այլն։ Բոլոր այդ ճանապարհները պիտի կառուցվեր, բարձր մակարդակի, առաջի կարգի, Հայաստանը սկսի զարգանալը եւ չկա մի երկիր, որ չունի ճանապարհներ, չունի այդ խնդիրները կա եւ նա զարգանա տնտեսապես։ Դրա համար այդ ճանապարհները 4-5 բակալինիայի համար է սարքում այսօր, դու պետք է հանգիստ գծագիր անեիր շահավետությունը տեսնեիր, հաշվեիր ու սկսեիր կառուցել։ Չսպասել Տրամպի ճանապարհ, չգիտեմ, ես ինչի ճանապարհ, այն ինչի ճանապարհ, հետո քո տարածքները տալ, ասել կիսվենք, հետո բան անենք, գումարը, տրանզիտի գումարը 100 տարի, որ պիտի այս երկիրը երեխեք ստանա Ամերիկան։ Սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը մի հատ արել եք, տենց մի հատ երկու հատ երկաթուղի օդանավակայանը տվել եք, ես էլ ասում եմ կներեք աուդիտ արեք, հրապարակեք մեր քաղաքացիները թող նայեն։ Ինչ ներդրում արել, հա, 25-30 տարով տվել եք։ Արել է 150 միլիոն ներդրում, քանի միլիարդա շահել։ Հենց իշխանությունը խոսում են մասին, որ պիտի Հարավ-Կովկասյան երկաթուղում ստուգումներ անցկացնել, պետք է մի հատ հասկանալ տնտեսապես շահավետ չէր եւ այլն, միանգամից ասում են, այ էլի Ռուսաստանի դեմ ինչ որ բաներ եկան։ Նույնիսկ ասում, կարան ասեն ում դեմ ուզում են, ինչ ուզում են, ես ասում եմ, մենք մեր պետության շահերը ինչ մեր շահերից է բխում, նա անենք։ Իմ ասածը դրա մասին է, իմ ասածը նա չի, ինձ չի հետաքրքրում Ռուսաստան։ Ես դա ասել եմ, այն օրը ինձ ասին իրանց փոխվարչապետը ասելա, որ եթե մեզ Հայաստանը հնարավորություն տա մասնակցություն ունենանք Մեղրի երկաթուղին, ես հարց ծագում Մեղրի երկաթուղին եւ բոլոր երկաթուղի գծերի իրանցն է, իրանք պարտավորություն են վերցրել 5 միլիարդից եւ ավելի ներդրումներ անեն, իրանք կարան այդ երկաթուղին առանց որևիցե մեկից հարցնելու վերակառուցեին։ Դու իրանցն է 25 տարովա, 30 տարովա։ Այնպես որ կամ այդ նույն ճանապարհը, որ հիմի մեր վարչապետն ասում է 500 միլիոնի պիտի ներդրում անեն, քանի տարի է հողը իջել է եւ այլն, անեին այդ Ռուսաստանը։ Եթե չես անում, պիտի հանձնես։ Չէ՞։ Հա։ Դրա մասին է խոսում։ Պայմանագրային պարտավորությունները չես Դրա մասին է խոսում։ Դրանից խոսենք։ Հա, ձեզ թվում է, որ ամերիկացին լինի անելու է։ Նույնն է։ Իրանց երաշխավորում է ժողովուրդ 4 միլիարդ ու կես բնակչություն ունեցող աշխարհիկ պետությունները քեզանով պետք է իրար հետ շփվեն, առևտուր անեն։ Նրանք բոլորի շահերը չամերիկացու հետ բռնում կամ ռուսների կամ մյուսի։ Դրա համար ես իմ խնդրանքը ձեզ գլուխներդ մի մեծացրեք, սմատրաշի մի կաղնեցրեք, պրոբլեմ եք ունենալու։ Ինչ կարգի։ Միջև խոշոր պատերազմի։ Իրար ինչ կարգի պրոբլեմ ունեցավ ամերիկացին Իրաքում, Աֆղանիստանում։ Ինչ ունեցավ։ Պատերազմ հետո դուրս եկան։ Էդ ես ուզում։ Ես չէ։ Դե այդ քաղաքականությունը բերելու է տեղ։ Հասկացա։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Ազատական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Բաբայանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։